Ասել եք, որ դուք պատրաստ չէիք Արցախի անվտանգությունը զոհել, կրկին պիտի ձեր հրաժարականի մասին խոսամ, բայց ձեր թիմակիցները անմիջապես, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ասում էին, որ եկել է Արցախը հանձնելու։ Այդ հակասությունը չի առաջանում ձեր թիմակիցների հետ։ Ես պատրաստ չէի փորձությունների ենթարկել Արցախի անվտանգությունը, հավանաբար սխալ արտահայտվեցին ներողություն։ Ձեր թիմակիցներն էլ անմիջապես հենց դուք հրաժարական տվեցիք եւ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ասում էին եկել է Արցախը հանձնելու։ Փաստացի դուք հանուն անվտանգության կամ չզոհելու համար անվտանգությունը հրաժարական տվեցիք, թիմակիցները վստահ էին, որ Նիկոլ Փաշինյանը հանձնելու է Արցախը, ինչպես է ստացվում այդպես։ Դա իրար չհակասող դրույթներ են, որովհետեւ որևէ մեկը լինել իմ թիմակից կամ այլ քաղաքական ուժից երբեք չէր կարող պատկերացնել Արցախի այսպիսի հանձնումը Ադրբեջանին։ Վստահ եմ, իմ թիմակիցները Արցախը հանձնել նկատի են ունեցել բանակցություններում զիջումների գնալը, որը կարող էր բերել Արցախի հայտնվել Ադրբեջանի կազմում։ Հասկանու՞մ։ Ես էլ, բայց ես էլ դա նկատի ունեի։ Հենց ես էլ դա նկատի ունեի, որովհետև իմ այլ գործողություններ կվնասեին բանակցային գործընթացը։ Միանշանակ։ Դուք գիտեք, sense ոտի վրա դժվար է բացատրել, բայց դուք վստահ եղեք, որ ցանկացած բանակցություններում միջնորդները անկախ նրանից, թե ինչ չափով են իրենց շահերը հաշվի առնում, միջնորդները միշտ ավելի գնում են այն ուղղությամբ, որտեղից հեշտ է չասեմ զիջումներ, համաձայնություն գործել։ Հասկանում եք, միշտ այդպես է, մեզնից յուրաքանչյուրը, այդ տեսեք, եթե ուզում ենք այստեղով անցնել, գնալ, մենք ոնց կացնենք, պիտի շրջանցենք, չէ՞, կամ էլ այս երկու ստոյկաների արանքով անցնենք, որպեսզի քիչ դիմադրության հանդիպենք։ Միջնորդները միշտ էլ այդպես են, բանակցային process-ը այդպես է, եւ ով կամք ունի, ով կարողանում է փաստարկներ բերել, ով որ համոզված է, նա էլ բանակցություններում հաջողության է հասնում։ Եվ պարոն նախագահ, խոսելով արտաքին քաղաքականության մասին, օրինակ վերհիշելով ձեր